2026 թվականի երկրորդ կիսամյակից Հայաստանում կարտադրվեն նոր նմուշի կենսաչափական անձնագրեր եւ նույնականացման քարտեր։ Մեկ շաբաթ առաջ ներքին գործերի նախարարությունը հայտնեց, համակարգի ներդրման մրցույթի հաղթողը ֆրանսիական Idemia կոնսորցիումն է։ Պայմանագիրը երկկողմ ընդունելի է առաջիկա ամսվա ընթացքում օր եւ վայր կընտրվի այն ստորագրելու համար։ Ներքին գործերի նախարարության միգրացիայի եւ քաղաքացիության ծառայության պետ Նելի Դավթյանը վստահ է, հանրային ծառայությունների մատուցման բոլորովին նոր կոնցեպտ է ներդրվելու։ Լավ փորձառություն է բերվում Հայաստան։ Մենք 23 գրասենյակներ կունենանք մասնավորի կողմից, 2-ից 3-ը կլինեն Երևանում, մնացածը կլինեն մարզերում։ Այս գրասենյակներում են ընդունվելու քաղաքացիների դիմումները անձահաստատող փաստաթուղթ ստանալու վերաբերյալ կլինի անձնագիր թե նույնականացման քարտ, ըստ էության այլ տեսակի անձահաստատող փաստաթղթերը եւս նույն ձևաչափով է դիմումների ընդունումն ու փաստաթղթի տրամադրումը կատարվելու, ինչ նկատի ունեմ ասելով այլ տեսակի անձահաստատող փաստաթուղթ այլ իրավական կարգավիճակներով Հայաստանում փաստաթուղթ ստացող անձանց մասին է խոսքը կլինի փախստական քաղաքացիություն չունեցող անձ կամ մոտայգրացի, որը ունի կացության կարգավիճակ։ Վերջին շրջանում հանրության մոտ մտահոգություններ կային անձնագրային գրասենյակների կրճատման հետ կապված։ Քաղաքացիները հարց էին բարձրացնում. արդյոք այս պարագայում պատշաճ եւ ժամանակին սպասարկում կիրականացվի։ Կրճատումն ըստ պաշտոնյայի կապված է թվայնացման գործընթացի հետ, իսկ գրասենյակ մոտենալու անհրաժեշտություն կլինի միայն մի քանի տարին մեկ անգամ։ Իսկ ինչ ծառայություններ են գործելու ներդրվող նոր համակարգում։ Միջին եւ խոշոր գրասենյակներում ներդնելու ենք բոլորը մեկում կոչվող տեխնիկական լուծումը, որը մեկ սարք է, մենք հաճախ այդ սարքը հանդիպում ենք տարբեր միջազգային սահմաններին, օդանավակայաններում, որի դիմաց անձը կանգնում է եւ մատնահետքը եւ լուսանկարը տեղում իրականացվում է եւ լինելու են իհարկե շատ արագացված ու ճկուն ծառայություններ, այդ թվում նաեւ առաքման ծառայություններ։ Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի մասին օրենքի համաձայն կենսաչափական տվյալներ են համարվում օրենքով սահմանված կարգով հավաքվող, պահպանվող եւ օգտագործվող անհատական տվյալները, որոնք բնութագրում են քաղաքացու ֆիզիոլոգիական առանձնահատկությունները եւ հնարավորություն են տալիս քաղաքացուն նույնականացնել լուսանկարի մատնահետքի ստորագրության միջոցով։ Կառավարությունն այս պահին դեռ չի հայտարարում, թե որքան կարժենա նոր կենսաչափական անձնագրի տրամադրումը։ Հաղթող ընկերությունը իր գնային քաղաքականության մասին կհայտարարի պայմանագրի ստորագրումից հետո։ Մասնավոր ընկերությունը իրավասու չի լինի որևէ տեսակի դիմում վերցնել, մինչև միգրացիայի եւ քաղաքացիության ծառայությունը բնակչության պետական ռեգիստրում չներմուծի անձի տվյալները, իրավական կարգավիճակը որոշված։ Բացի նրանից, որ փաստաթղթի որակը ֆիզիկապես իսկապես թղթի որակի մասին է, բլանկի որակի մասին է նաեւ խոսքը էլեկտրոնային կրիչի որակի մասին է խոսքը զգալիորեն բարելավելու է, այլ այս ծրագիրը բերելու է նաև երաշխիք ցանկացած կենսաչափական փաստաթուղթ կրող անձի համար, օրինակ արժանապատիվ ճամփորդելու իմաստով։ Եվ սա ժամանակի պահանջն է, ժամանակի հրամայականն է, այս ճանապարհով չգնալ հնարավոր չէ, որովհետև սահմանների կառավարման նորանոր մոդելներ են աշխարհում գործարկվում, ինչպես օրինակ ընդամենը 1-2 ամսից ETIAS կոչվող եվրոպական սահմանների կառավարման նոր համակարգն է կյանքի կոչվելու, որը որ պետությունների միջև կենսաչափական տվյալների փոխանակման մասին է։ Մինչև փաստաթղթի արտադրությունը նախատեսվում է ենթակառուցվածքների ներդրում, շենքային պայմանների ստանդարտացում, գրասենյակների հիմնում, տեխնիկական վերազինում եւ այլն։ Այս ամենը հաղթող կոնսորցիումը պարտավորվել է իրականացնել առաջիկա 1 տարվա ընթացքում։ Ըստ միգրացիայի եւ քաղաքացիության ծառայության պետի գործընթացը կարեւոր է նաեւ վիզաների ազատականացման համատեքստում։ Դավթյանը նշում է, Հայաստանի եւ ԵՄ-ի միջև վիզային ռեժիմի ազատականացման գործընթացը կարող է 4-ից 5 տարի տևել։ Նոր տիպի կենսաչափական տվյալներ պարունակող անձնագրերի համակարգը Հայաստանում ներդրվել էր դեռևս 2012-ին։ 2017-ի հունվարի 1-ին ավարտվեց Հայաստանի Հանրապետության կենսաչափական անձնագրերի եւ նույնականացման քարտերի համակարգը սպասարկող եւ բլանկներ մատակարարող լեհական ընկերության հետ կնքված պայմանագրի ժամկետը։ Դրանից հետո կառավարությունը շարունակաբար հետաձգում էր նոր տեսակի կենսաչափական անձնագրերի տրամադրումը։